Բարի լույս սիրելի հետևորդներ ջան, ամբողջ գիշեր ու շաղանձրև եկավ, հիմա էլ հավուզով է, ամպերն իջել են սարերի վրա ու կամաց բարձրանում են վերև, մոտակա օրերին միգուցե կարոտենք այս եղանակին, եկեք վայելենք, այնքան մաքուր է օդը, այնքան խաղաղ է այս պահը, որ կարելի է երկար նայել և լավ զգալ։ Այս օրը, որ բացվել է, թող Աստված օրհնի բոլորիս և աշխարհում խաղաղություն տիրի։ Մինչև կգնանք կոֆե խմելը, ուզում եմ ձեզ մի փոքրիկ հրաշք ցույց տալ։ Հենց նոր բարձրացրի պատուհանագորգին, քանի որ քամի է ու վախենում եմ կոտրվի։ Եվ տեսեք ինչքան սիրուն է ծաղկել։ Սա այն սոխուկների ծաղիկն է, որ նվեր էի ստացել։ Հետարքիր կառուցվածք։ Լավն է։ Նաև կոկոններ ունի, 4-ից 5 հատ կոկոններ եմ հաշվել, տեսնենք էլի դուրս կգան թե ոչ, կոկոնները սրանք են, ահա, երկարավուն, հետարքիր, չգիտեմ ինչ գույներ կլինեն, այս մեկը, որ այս հրաշք գույնով ու նաշխերով է, շատ նուրբ և հետարքիր կառուցվածք, Աստծո ստեղծած հրաշքները անկրկնելի են։ Որ կուշտենելուն ոնց են հանգիստելում, ցորենը կերել են, բայց ջուր չունեն։ Որ ասում եմ կոֆե պտի խմենք, իհարկե, այս ամենից հետո, սիրելի հետևորդներ ջան, թուղս մայրիկին իր աճուտիկներին կերակրել եմ, մյուս թուղսին էլ եմ կերակրել, հավիկներից ցորեն եմ տվել, հիմա էլ դեղով լուծույթն եմ բերել, սա երրորդ օրն է, որ տալիս եմ, իհարկե այս ընթացքում ջրով բացել եմ, խառնել եմ, որ լավ լուծվի ջրի մեջ, հետո նոր իրանց տամ, սա էլ տամ, որ խմեն, առողջ լինեն։ Ժամը 8-ն է, տեսնենք այսօր էլ անձրև կգա, ես կուզեմ, որ գա, թեթև, հանգիստ, չնայած այն ինչ որ գիշեր անձրևներ, այն ինչ կայծակներ, այն ինչ ամպի գոռոցներ։ Ջայլանիկ ջան, ծարավել ես։ Դենաս քուձուն է այն մոխրոտիկը, թե այն սպիտակի։ Ստեղ կխառնեմ, որ ինձ խեշտ էլի, էլի։ Ամպերի, ծարավել ես։ Եկեք, մի կխմեք ջուրը ու առողջ կնեք։ Եկ ջուրիներ։ Ամեն մի տոպրակի տեղը 10 լիտր ջրով բացել եմ, այս օրերին։ Բարի, լույսը բարի, աքլորի կանչովա չէ, լույսը բարի լինում։ Գյուղական վայրերում, որ աքլորը կանչում է, մեր տատերն ասում էին լույսը բարի լինի, հիմա բոլորիս լույսը բարի լինի, սիրելի հետևորդներ ջան։ Այդ գիշերվա անձրևից հետո մի ուրիշ տեսք ընդունել բնությունը, իմ բաղ ու բաղ չեն։ Ներքևում գյորգինաներն են ծաղկել ու այնքան շատ են, այս ինչքան սիրուն են։ Անձրևը դեռ նստած ծավրան, վաթազերը ծանրությունից կռացել է ճյուղը,
Այս վերևն էլ կա հեսա, ստեղ էլ կա։ Հեսա կհասնի։ Ուզեցի մի քանի հատ գորգինա քաղել տուն տանել։ Հեսա ոտիս տեղը դզեմ։ Այս ինչքան շատ դանդուր կա ստեղ։ Լա, որ ասում եմ դանդուրի դաշտա։ Լիքնա, այն կողմերից հետ։ Սրանով կզբաղվենք, թթու կդնեմ, աղցան կանեմ, մի հատ այս սիրունին ուզում եմ քաղենք ու տուն տանենք, արի այս կամ, պուպուսիկ, դեռ բացվելու տեղ ունի, այս ինչքան նուրբ է ու հետաքրքիր, դե սա մեր սովոր ծաղիկն է, բայց այն մեկը որ ցույց տվեցի, նա արդեն ոնց որ թե մեր կողմերը չկա, չեմ նկատել ոչ մեկի բակում, այսպես, շատ սիրուներ քաղեցի տերևել եկավ հետը, հեսա, շատ չեմ ուզում թուփը նեղացնեմ թփին, 3 հատ ուզում եմ քաղել, այս դնեմ ստեղ, դանդուրների մոտ, որ կարենամ, քանի որ ձողը չեմ բերել, ու սենց եմ եկել, կռացել են ծանրությունից, անձրևը որ շատ վարար էր, անկեղծ մի քիչ էլ այդ պատճառով եկա, որ գնամ ստեղ ինչ կա, չկա էլի, ուղղումներ կատարեմ, ափսոսա էլի հանկարծ չգնա փչանա, հեսա լիքը կոկոմներ ա վրան, բարձրացնեմ, սրանք քաղեմ մի հատ նոր, որ հեշտ լինի ինձ, այս հեշտ պոկվում է, մեկավոր շատ կա, ինչքան էլ երկար ա, տեղը սիրել ա, ես էլ ստեղ խոտերի վրա, հետո ես մեկը քաղեմ, այն մեկը ոնց որ արդեն անցել ա, այսը, ես էլ որն էր սա, չէ, չի անցել, ինձ թվաց, թե անցել ա, բայց ուրեմն այս 4 երևի էլ քաղեմ, դա ոչ թե անցել էր, այ նկատեցի ստեղ կոտրված ա, սա ուրեմն իր ծանրությունից կոտրվել ա ու մի քիչ գույնը փոխել էր, հիմա որ ջրի մեջ դնեմ ինքը կսիրունանա, կարելի է այս էլ պոկել, բայց հետը կոկոմ կա, ոչինչ, ավելի լավ ծաղկամանում սիրուն կլինի, սրան կբարձրացնեմ, այս կողմ կբերեմ, որ էլ չկոտրվի, անցանք առաջ, ստեղ քանի հատ ունենք, մի մեծ փունջ ստացվեց, այս էլ ա ծանրությունից կոտրվել, այ հեսա, այս մասից կոտրվել ա, այ հեսա, անձրևները շատ եկավ, բաց հետել երեկ սելավ էր էլի, գիշերը սելավ եկավ, կարող ա որ քամին դեստեն ա տարել, ինքն է ծանրությունից կոտրվել ա սիրունս, տեղ, դենանք էլ ինչ կա, ստեղ էլ կա կոտրված, չմնա էլի, անեմ ծաղկամանի մեջ կվերականգնվի, հեսա, ես էլ էր կոտրված, ես ասեի 3 հատ, բայց ոնց որ թե շատ եղավ, բոլոր ծաղկածները քաղում եմ, մեկավոր կոկոններ կա, փաստորեն, այս մեկն է, այս մեկը թողում եմ արդեն, սրան թողնեմ, որ վերևից նայեմ կամ որ կամ բաղջեն, արդեն սիրուն լինի, դե գնանք, դուք պատրաստվեք կամա ձեր կոֆեն, ես էլ մինչև տուն հասնեմ, ես էլ կոֆե դնեմ, տանը կհաշվենք, թե քանի հատ եմ քաղել, հավաքեմ, ու գնանք, այս մեկն էլ վերցնեմ, միած ես տնեմ,
5 Սիրուններին բերեցի, խոստովանեմ, որ շատ ցուրտ է։ Այն մեկը, որ կոտրված էր ու միջուկը դեղին էր, նրա կողքի տերևները թափվեցին։ Մի քիչ էլ սենց թափահարեցի, որ լրիվ թափվեն ու միջուկն եմ բերել։ Հիմա մի հատ մի կողմ դնեմ, կոֆեն դնեմ եփվել, սրել հետևորդներ ջան, ժամանակս քիչ է, աշխատանքի պետք է գնամ։ Ամեն բան կազմակերպեմ, պետք է խոտել տամ հավերին, եղանակի միտքն էլ մի ձևի խառնա։ Ոնց որ թե այսօր էլ անցրել կա մեր մոտ։ Ասեմ, որ Ռիգուն ես իմ հացը չկերա, չեմ սարքել։ Կատակորին ասի չէ, որ ասմա քո հացը Ռիգուն եք ուտես։ Իշտ ահս փախավ, եկա տուն, այդ անձրևը որ կաթիլ էր սկսվել, մի անգամ բարարեց, փոթորիկ բարձրացավ, փոթորիկ հելավ, այդ փոթորիկ հելավի վրով մի լավ բան միտս ընկավ հետարքիր ծիծաղաշարժ, բայց մի հատ ծաղիկները տեղավորեմ, համել կզրուցեմ, բայց սրա մեջ սա է նախատեսել, սրա մեջ չի տեղավորվի։ Մի հատ սենց փորձարկում անեմ, իհարկե տերևները պետք է փոքր, կարող է տեղավորվի, դեռ թափվում է, ուրեմն որ կոտրվել է, ախր շատ էր ուժեղ այդ փոթորիկը, ուրեմն մի հատ առանց ջրի տեղավորեմ, հետո նոր կհասկանամ, բաժակսել ես կոմ բերեմ, ընդեղ հաշվեցի մինչև 5-ը, հետո ասեցի դե լավ տանը կհաշվեմ, այս տերևները պիտի պոկեմ, քանի որ տերևները որ ջրի մեջ մնում է, հոտում է։ Այս ինձ հետևորդներ ջան, հիմա համ ծաղկամանի մեջ տեղավորեմ, լավ ինքն չեմ տանում, ձեզ պարզ արդեն, թափվում է, սենց հանենք, ոչինչ, ստեղ որ ապահով մնա արդեն, լավ կլինի, առողջ այս մեկը, պիտի որ տեղավորվի ստեղ, դե ես 3 հատ էի նախատեսել, որ 3 հատ քաղեմ, շատ եմ սիրում, որ ծաղիկը թփի վրա է մնում, ու նայում եմ թենց, ավելի երկար է մնում, ճիշտ է ծաղկամանի մեջ ծաղիկները սենյակում հաճելի է, մեզ ուրախացնում է, բայց իրել հետևորդներ ջան, որ արդեն դուրս եմ գալի, իմ բաղ չեմ, գործեր անելու, ուզում եմ, որ թփի վրա տեսնեմ, թենց էլ ավելի երկար է մնում, ոնց հասկացա, այստեղ տեղավորվում է, ձողերը բարակ է, ուրեմն խոսքով եղան չհաշվեցի, 1, 2, 3, 4, 5, 6, 8 հատ է, ընդեղ մեկը թողեցի, կարճ պոչիկով էր, այս մեկը քանի որ կոկոմով է, կարան կոկոմը պոկենք և դարձնենք 9, այո, ստացվեց և տեղավորվեց, հիմա ջուրը լցնեմ ու էլի դասավորություն տամ, շատ լավ է, ինքան նուրբ են, այդ փոթորիկի վերաբերյալ, ուրեմն տարիներ առաջ, շատ տարիներ առաջ, մոտ 20 տարի ավել առաջ, դե շատերդ լավ գիտեք, հատկապես իմ ամենահավատարիմ հետևորդները, որ իմ վլոգներին առաջ օրվանից հետևում են, առանց բաց թողումների, իմ զրույցները լավ գիտեք, կհիշեք, որ ասել եմ առաջվա տարիներին մենք սար էինք գնում և 21 տարի և ավելի իմ ընտանիքով, իմ փոքր երեխաներով սար ենք գնացել, հեռու սարեր ենք գնացել, Վիտ Ստեփանովանի կողմի սարերը, Աղլաղան սարը, շատ անասուններ էինք պահում, նաև շատ լավ էր, որ մեր երեխեքը անարատ բաներ էին ուտում, մաքուր էին շնչում, աղբյուրների ջուր էին խմում և առողջ են մեծացել, փառք Աստծո։ Մի խոսքով, այդտեղ սկզբում կաթը մշակում էինք, հետո
Եկավ մի այնպիսի պահ, որ այդ գյուղերից մեկում կաթի գործարան բացեցին ու սկսեցին կաթը հանձնել։ Մալակավոզով գալիս էին ու կաթը տանում էին։ Այդ որ Կալինինովի պանիրը շատ եմ սիրում, այդ զավոդից է գալիս, սիրելի հետևորդներ ջան, այդ զավոդից գալիս էին մեր կաթերը տանում էին բոլորի այդ մեր բինավորների կաթը։ Ուրեմն ու տարբեր վարորդներ էին գալիս, տարիքով, երիտասարդ, հենց հերթափոխով գալիս էին։ Մի հատ տարիքովը կար շատ խելացի, բարի մարդ, մի հատ ջահելն էլ կար, մի քիչ հումորով, մի քիչ նենց, հա, չեմ ուզում ինչ-որ վատ բանով ասել, ուղղակի հետարքիր էր իր հետ զրուցելը, հետո միշտ պատվերներ էինք անում, որ գալիս մեր համար, ասենք մարոժնի բան բերեն, հո մենք զուրկ չէինք մնում սարիձերին, ամեն ինչից էլ օգտվում էինք, բացի այդ էլ ամուսինս փոքր մեքենա ուներ, Նիվա Մագնիշի մեքենա ուներ, նստում էինք մեր մեքենան, իջնում էինք Ստեփանավան քաղաք, առևտուր էինք անում, երեխեքը կարուսել էին խաղում, այդտեղ գնում էինք զբոսայգի, չնայած մեր սարից լավը չկար, բայց թե գիտեք, որ երեխեքին կարուսելն ա գրավում, քաղաքն ա գրավում, այն ինչ որ անընդհատ մենք տեսնում ենք, մեր աչքի առաջ դա մեր համար սովորական չէ դառնում, անգամ մեր համար, մեծերիս համար, ինչև է, պատմությունս պատմեմ, այդ փոթորիկի պատմությունը, ուրեմն հերթական անգամ պատվեր էինք արել, որ մեր համար պետք է մարոժնի բերեր, ոխ, ես ինչքան սիրունը ստացվեց, հա, մեկ էլ եկավ այդ ջահելը, անունն էլ Միշո էր, Միշո էինք ասում, չգիտեմ կարող է հանկարծ իրանց մոտից իմ վլոգները նայող լինի, Միշոին հիշեն, ճանաչեն, ինչև է, բարի լավ տղա էր, երիտասարդ, ու չէր մերժում, մեր համար գնումները բերում էր, մեկ էլ եկավ, մարոժին մեզ տվեց, երեխեքը, հենց որ տենում են մալակավոզը գալիս է, ակտիվանում են, աշխուժանում են, մարոժնին եկավ, Միշոն վերեց մարոժնին, բան, մեկ էլ այդ պահին դե սարա, չոլա, բարձր սարեր, ծովի մակարդակից շատ բարձր, սիրելի հետևորդներ ջան, կարոտեցի այս պահին այդ վայրերը, ուրեմն եկավ տեսա անհանգիստ է, դե ես նկատում եմ ամեն ինչ, երեխեքը չգիտեմ ոնց, մեկ էլ եկավ, թե բա երեխեք շուտ արեք, մարոժնին եկալեք, էսա փոթորիկա հելնելու բան, դե այդ կողմերը թենց են խոսում էլի, ֆրանգները գիտեք, որ այդ Կալինինոյի շրջանում ֆրանգներն են մեծամասամբ բնակություն հաստատել, ուրեմն եկավ երեխեքը այդ խոսքից մի հատ ծիծաղեցին բան, դե գիտեն սովոր մեր տեղն է, մեր սարի քամիները, մեր սարի անձրևները, ամպիկորոսները, կայծակները, ասեմ որ երեխեքս վախ չունեին տենց բաներից, ինչ որտեղ էլ դա իմ դաստիարակությունն է, որ մի սենց ոգեշնչում էի, ոգեպնդում էի, որ չվախենան ոչ մի բանից, ու իմ երեխեքը չէին վախենում քամուց, փոթորիկից, խոշոր կարկուտներից, մեկ էլ դա եկավ, թե բա շուտ արեք, փոթորիկա հելնելու, մարոժնին վեկալեք գնացեք, բան, փոթորիկի տակ չմնա, կքշի ձեզ փոթորիկը, մենք մի լավ ծիծաղեցինք այդ Միշոյի վրա, վերջը թենց դե հաջորդաբար էլի սարեր կա, մեզանից հետո առաջի սարը մերն էր, առաջի բինեքը մերն էր, շնողի սարերը, Աղլաղան սարը, սիրելի հետևորդներ ջան, լավ հուշեր ունեմ, լավ նկարներ ունեմ, լուսանկարված այդտեղ ֆոտոապարատով, լավ հուշեր, աննկարագրելի, չարչարանքը մի կողմից դե կա ու կա անվերջանալի, բայց օրը սկսեցին կաթը հանձնել արդեն այդ գործարանին, արդեն կյանքը հեշտացավ ինչ որտեղ, մի խոսքով թե սիրելի հետևորդներ ջան, ինչ էի ուզում ասեմ, որ իրիկունը փոթորիկը հելով, չկերա, ես իմ ռիկվա հացը չկերա, որ պետքա ձուկ սարքեի, մի հատ տեսեք էլի խոսքը ինչ է, էլի խոսքից խոսք ենք գնում, խոսքից խոսք ա գնում, հետո հետարքիր զրույցներ ա բացվում, կոֆես կխմեմ, իմ սիրելի վայրում հատկապես, որ այդտեղ եմ բարձրացրել են հրաշքին,
Կոֆես վայելելուց հետո կշտապեմ հավերիս համար կանաչ խոտ կհնձեմ, ճիշտ է, բաղ չեմ թացա, ես մի լավ թաց կլնեմ, վստահ եմ և գնալու եմ աշխատանքի, որից հետո կփորձեմ նորից ձեզ միանալ։ Սիրունով հիանամ, նոր գնամ, մոտեցնեմ հրաշքին։ Մի քիչ շուտ եմ գնում սիրելի հետևորդներ ջան, քանի որ շիլաքի եմ գրանցված, պետք է մատերս շիլաքը թարմացնեմ։ Գնացի։ Աշխատանքից եկա տուն հասամ։ Մոտենամ այսօրվա նորաբաց հրաշքին։ Անունը չգիտեմ, սիրելի հետևորդներ ջան, եթե անունը գիտեք, կարող եք գրել։ Ոնց որ թե փակվում է, ժամը 5-ի կողմերն է, մեր հրաշքը ուզում է քնի։ Քնող հրաշքա, քնող արթնացող։ Շատ սիրուն է, ախր։ Դտտվեմ այս կողմը ցույց տամ, այս կողմից։ Մատերս էլ եմ շիլաքարել, ցույց կտամ։ Մի հատ սենց ուսումնասիրենք գեղեցկուհուն։ Նկատելիորեն փակվում արդեն։ Մի խոսքով լավ հասցրեցի, եկա որ նորից ցույց տամ ձեզ, չգիտեմ ինքը ինչքան ա դիմանում թղթի վրա։ Շատ սիրունն է, ախր։ Գնումներս ցած եմ դրել, եկել եմ որ այն հասած մոշը քաղեմ, այստեղով եմ գնալու։ Հիմա փորձեմ այս անանցանելի վայրը անցնել, ստեղ քարեր են։ Մենք գարաժ ունեինք, նախկինում այդ գարաժը քանդել ենք, ու այդ գարաժի քարերն են ստեղ։ Ոտիս տեղը հարմար տեղ գտա, ստեղ իմ դեղցեն ու ծառնա, ստեղ էլ իմ ամփուշ մոշի մայր թուփը, համարյա թե հասնում եմ, ստեղ ձողը տեղադրելը շատ դժվար կլիներ ինձ, հատկապես որ մի հատ եմ հասած տեսել, երբ որ շատ հասնի այդ ժամանակ կմտածեմ, թե որտեղ եմ ձողը տեղադրում, հասել ենք հասած մոշին, ուռա, ամեն դեպքում ես զգույշ լինեմ ու չգլորվեմ, ներքևը շատ քարեր են, հասանք, մինչև մոշը քաղելը շիլաքս ցույց տամ, սիրելի հետևորդներ ջան, ահա, ասենց, իմ սիրելի գույնն է, և հիմա մոշը քաղեմ ձեր հետ, սա առաջի բերքն է այս տարվա, ընտիր, շատ ընտիր, այն որ շիլակ են անում, հետո սենց բաներ են բռնում ու նկարում են, չէ, այդ պահը ստացվեց, ծաղկի մոտ մտածում էի ծաղկի մոտ անեմ, այն հրաշքի մոտ, բայց ինքան նուրբ էր, չուզեցի ձեռք տալ, հասած չկա այս կողմը, մի հատ էլ են կողմնա փաստորեն, վсё, այս սենց տեղա, ներքևը, ու հիմա հետ եմ գնում իմ եկած ճանապարհով, կաթնակոլ, շորերիս փոխեմ, հավերիս մար պետք է կանանչ անեմ, բայց մի հատ տուն մտնենք, հա, քանի որ աշխատանքից գալով կոֆե խմելու ցանկություն է առաջանում, այսօրվա մենյուն կոֆե եղավ, էլի դեղցեր են թափվել, այդ երեկվա փոթորիկը որելով, բարեհաջող, եկա այս կողմ, մի հատ այս կողմինն էլ քաղենք, ինչ եղավ, հեսա, թե թողանք սրան, մի քիչ հասնելու տեղ ունի, չէ, քաղենք, թող երկու հատ էլնի, այն որ ասմա մեկը չլնի, երկուսը էլնի, գնացինք տուն, կոֆեն դրել եմ եփվելու, ես ինչ լավ հասա է, նոր պղպջակներ է հանում,
Հետո թափով գնացել եմ հավանոց, 2 հատ ձու եմ հանել հավերի տակից, նստած են հավերս, որ ճուտիկների համար ձու եփեմ, մի հատ կոֆեով զբաղվեմ, հետո ձուն կդնեմ եփվի։ Նաև հասցրել էի մրգերը լվացել, մոշը էստեղ է, մի հատ կոֆեն անջատեմ, շատ լավ հասա է, բաժակս, էս էլ իմ բաժակը, կոֆեն լցնեմ, հետո ձուն կդնեմ եփվի ճուտիկներիս համար, այսօր հասցրել են 2 հատ ուտել, ու դեռ 2-ն էլ պետք է ուտեն, սիրելի հետևորդներ ջան, բայց ես այսօր մենակ կոֆե եմ խմել ու մրգեր եմ կերել, ասեմ, որ մրգերը շատ լավ են պահում մեզ, հագեցնում են, հագեցվածության զգացողությունը տալիս և կարելի ասել, մենք շատ բաներ ուտելու կարիք չի լինում, ես այդպես եմ հլավոր, չգիտեմ, դուք ոնց եք հանում, տարվում եք մրգերով, մի հատ ձուն դնեմ եռամ, զգուշորեն, 2 հատ ձու, որը պիտի պինդեփեմ, այսօր արդեն սպիտակուցն էլ կտամ, այս անգամվա էլ առավոտը մենակ դեղնուսն եմ տվել, իսկ հիմա արդեն սպիտակուցներ կտամ իրանց, մյուս օրվանից արդեն կեր կտամ, ստեղ որ մրգերը խառը լվացել ու շարել եմ, ամեն ինչից մի քիչ, մի տեսակ նմանվել է նատյուրմորտի, ստեղ գիլաս, ծիրան, խնձոր, մուշմուլա, ամենքից մի քիչ առել բերել եմ տուն, հեսա մեր գյուղում հասել է մուշմուլան, սրա ծառը ես ունեմ դեռ փոքր է, սիրելի հետևորդներ ջան, ստեղ էլ ինչ ունեմ, ուրեմն սա մի կողմ դնեմ, ստեղ նեկտարին ունեմ, այսպես նեկտարին ունեմ, էլի կան երգերները, նատյուրմորտը մի հատ քանդենք, չեմ ուզում վազայի մեջ դնեմ, քանի որ սառնան եմ տեղավորելու, տեղին տանց, ստեղ էլի բաներ ունեմ, մի քիչ հավեսի բերեմ ձեզ, էլի նեկտարին, անես դեղցեր ունեմ հեսա, ասենց փոքր դեղցեր, շատ քաղցր են, կիվի էլ ունեմ, ստեղ ներքևն է մնացել, մի խոսքով, կարմիր քաղցր սալոր, հասա կիվին, ես է կիվին, 2 հատ կիվի էի բերել, նեկտարինն եմ շատ բերել, գիլասը, ծիրանը, մեկը սենց կարամ պահեմ, ստեղ ինչն էի ուզում հանել, որ այս պահին անուշանեմ ու տակն է մնացել, հեսա, գտամ, խոշոր, կարմիր, քաղցր, դամբուլ, այս սրան էի ման գալիս, սա էի ուզում այս պահին, կոֆե էի բերել, կոֆեն դատարկեմ, կոֆեն դատարկեմ էստեղ, ես արդեն գազից կարատականա, ես կող բերեմ կոֆեն ապահովա որ լինում, ես էլ հանգիստ եմ լինում, շատ եմ կոֆե խմում, այս 3-րդ կոֆենա, որ այսօր պիտի խմեմ, բայց դեռ հապ չեմ կերել, առավոտվա կոֆեից հետո սառնանում գիլաս ունեի, գիլասն եմ կերել և ուտելու ցանկություն չի առաջանում, բայց ձուկը սարքելու եմ այսօր, չեմ թողնի մնա։ Կոֆեն էլ ապահովեցի, որից հետո իմ ամենօրյա մշտական գործերը, իսկ այս հրաշքները արժենորից, մոտեցնել ձեզ, մի հատ էլ հիացնել, և արդեն մեր կոֆեն վայել ենք, ես այստեղ, դուք այդտեղ սիրել հետևորդներ ջան ճուտիկներին կերակրելու ընթացքում ձեզ կմիանամ։ Ստեղ մարգանցովկա եմ գնել, որ ջուրը մարգանցովկայով տամ, արդեն ձուն էլ եփված կլինի, համեմատած, որ ես պիտի ուտեմ այդ ձուն, սա մի քիչ պինդ եմ եփում, սառը ջուր լցնեմ այստեղ ամանի մեջ, և ձվերը հանեմ, մի քիչ է սառը ջրի մեջ մնա, չնայած այսօրվա ձույա, գիտեք, որ նույն օրվա ձուն դժվար է մաքրվում կեղևից, աղ չեմ լցնում, ոչ մի բան չեմ լցնում, քանի որ պետք է տամ իմ ճուտիկներին։ Այսպես, սիրելի հետևորդներ ջան,
Իսկ ես մարգանցովկայի ջուրը սարքեմ, որը պարտադիր է։ Ուրեմն այստեղ 2 հատ եմ առել, որ սրա պակասությունը չլինի, նաև հավերի սել կտամ, քանի որ իմ մոտին արդեն վերջացել էր։ 2 ամանով սենց վերցրել եմ։ 1 հատը 130 կարծեմ, հա։ Բացեմ ու զգուշորեն լցնեմ մի քիչ ջրի մեջ, որ իմ ճուտիկների փորիկը չցավ ընդհանրապես, սա աղիքային համակարգը մաքուր է պահում։ Ինչպես միշտ որ լցրել եմ, հիմա էլ թենց զգուշորեն թափահարեմ, մի քանի թենց փշրանք որ ընկնի, արդեն ես դե գիտեմ աչքաչափով, վсё, շատ լավ է, սիրուն գույնը ստացավ անմիջապես, ես էլ պիտի արդեն մոտ և սարը վայրում պահեմ, բայց ոչ սառնարանում, դա իհարկե ստեղից կվերցնեմ, և ամրացնեմ, մի անգամից շրջում եմ, ահա, խելոքս, քնել եք, հլա վեր կացեք, համով բան եմ բերել, մարգանցովկայի ջուրը բերել եմ դրել, ստեղ մի քիչ մաքրություններ եմ կատարել, ու հիմա իրանցուն ամբողջական պետքա տամ, մի քիչ թույլոտ է եփել նաև սպիտակուցը սաղ կճեպի հետ գնաց, են էլ կտամ հավերին ոչինչ, ակտիվացան, այս սենց պահեմ, վազքով դեպի համովությունը, երկնքից մանանա է թափվում, Անուշկայի ձեռքով, բա մանանա սենց է թափվում, իմ ճուտիկների համար, ջանո, գերիք, կուտեն, ջուրը կխմեն, կքնեն, բանոգործ չունեն, բայց ես շատ բանոգործ ունեմ, որ պետք է հավերին էլ կերակրեմ, հետո նոր իմ համար մտածեմ, չէ, թույլ չէ, լավ էր պինդ էր եփվել, չկպավ մատերիցս, մի պահ թվաց, թե թույլ եմ եփել, լավ է, իմ մատների էներգիան էլ փոխանցեցի ճուտիկներիս, հիմա վեր կենամ ես, մի փոքր ձեզ ցույց տամ, թե ոնց են Անուշանում, մոտեցնեմ նորից էկրանը, այսենց, շատ խելոք թող սմայլիկ է, դե իրանց հանգիստ թողնենք, սիրել հետևորդներ ջան, գործերս շատ են, գնամ հավերով զբաղվեմ, հավերի գործն էլ վերջացրի, եկել եմ ձուկը սարքեմ, այս լվացք էլ եմ միացրել, այս արվորայա կերքի, աչքիս մի լվացք սարքրեմ, նոր գամ ձուկը սարքեմ, ամենայն դեպս սկսեցի, որ ասում եմ գործերս շատ են, գոմ ինչ-որ մի բանով առաջ տանեմ, այնստեղ ալյուրը լցնեմ, ես կողմում նոր գամ ուտեղ, պաշկից հանել եմ, մի քիչ շատ, ձուկներ եմ հանել արդեն, ստեղ է, բայց մի հատ նայեմ, հա, տենամ քանի րոպե մնացել, երկեց, ուրեմն անջատեմ, գնամ լվացք սպրեմ, նոր կամ շարունակեմ, լվացք սպրեցի, նորը միացրի, գնամ սամիտ քաղեմ, ոնց որ թե եղանակը բացվում, հա, ամպերը ցրվում են, երեկոյան ժամերն է մոտենում և արևա դուրս գալի, վաղվանից արդեն իսկական ամառ ենք վայելելու, պատրաստվեք, ձրի տաքանալու շրջանը մոտեցել է, արևը հասել է հենա այնտեղ մայրամուտ է գնում, գնամ սամիտ քաղեմ,
Աղջկուհիս փակվել է, քնել եմ, ամբողջությամբ փակվել է հեսա։ Պարզա, քմկոտիկն է ինքը։ Էլ են կողմը չհասա, վայ, ես էլ է կոկոմել։ Ես չէի տեսել։ Ես չեմ ջրել, անձրևի ջրերն է, ասրել հետևորդներ ջան, ստեղ էլ կա սամիտ էնա, ստեղից կքաղեմ հեսա, էց, ավեսով։ Ես ինչ է մեծ է, ես ծաղկացնել պոկեմ, շոտ համով է։ Ինքը էլի արանքներից դուրս է գալը։ Թարմը սամիթի հոտը։ Սիրում եք։ Ծտերս երգում են։ Ես է սամիթը։ Դեռ օր կա, դեռ շատ գործ կա։ Մի քիչ կհանգստանամ, ձուկս անուշ կանեմ իհարկե և կանցնեմ իմ մյուս գործերին։ Սկզբից անմիջապես չեմ տեղավորում։ Թողնում եմ մի հատ թավան լավ տաքանա, երկու ձուկն էլ կարմրացնելու եմ, քանի որ սառը վիճակում նույնպես շատ համեղ է լինում։ Սրա միջուկին էլ։ Տեսնենք, արդեն կարելի է։ Իհարկե չեմ շտապել։ Իմացում էլ եմ անպայման սոխի կանաչի անում։ Իմացն էլ վրա։ Ընտիրություն։ Հետևորդներն թույլ կրակի վրա եմ դրել, որպեսզի միջուկն էլ լավ եփի, խորովի։ Արդեն եղել է, կարող եմ վերցնել։ Սա պետք չէ, կամ պատառաքաղով կվերցնեմ։ Երկու հատով մեծ հեշտ է լինում։ Ինչպես տեսնենք։ Սոչիկը անմիջապես կանաչի և սոխ հետանոր շարունակությունը։ Ընտիրություն, համովություն։